Մայրը խեղդելով սպանեց իր բոլոր 5 երեխաներին։ Անդրեան ուներ հոգեբանական շատ մեծ խնդիրներ, սակայն բժիշկներն ասացին նորմալ է, կարող եք տանել տուն, սակայն երբեք չթողնեք երեխաների հետ, որ մենակ մնա։ Անդրեան ուներ 5 երեխա։ Նա լցնում է վաննան ու ամեն օր ուղակի վաննան լցնում է, բայց երբեք ներս չի մտնում։ Սա մի փոքր տարօրինակ է թվում, սակայն նորմալ համարվում։ Ամեն օր լցնում է վաննան, սակայն երբեք չի մտնում լողանալու, ինչը մի փոքր տարօրինակ է թվում, բայց ասում են դե լավ, դե նորմալ է, եւի դեղերից հետո իրեն ուզում է հանգիստ զգալ։ Այսպիսով հերթական անգամ, երբ որ վաննան լցնում է, նա ներս է կանչում Ջոնին, ով 4 տարեկան էր, սկսում նրան խեղդել։ Խեղդելուց հետո, երբ որ երեխան արդեն անշնչանում է, նրա մարմինը տեղավորում է մահճակալի վրա։ Կանչում է Փոլին, ով 3 տարեկան էր, նրան դաժանորեն խեղդում է, որից հետո պառկեցնում մահճակալի վրա։ Հետո կանչում է Լյուքին, ով 2 տարեկան էր։ Նույնը կրկնում է նրա հետ, էլի տանում եւ պարկասնում իր մյուս տղայի կողքին։ Հերթը հասնում է իր աղջկան, ով մյուս տղայի հետ խոհանոցում հաց էր ուտում։ Կանչում է սկզբում աղջկան, նրան կրկին նույն ձև դաժանորեն սպանելուց հետո աղջիկը կրկին մինչև 5 տարեկան է լինում, տանում է եւ անշրջացած մարմինը դնում մահճակալի վրա։ Հետո կանչում է միակ ողջ մնացած երեխային։ Այս անգամ երեխան հասկանում է մոտավոր ինչ է իրեն սպասվում եւ ընթացքում սկսում է մի քանի անգամ դուրս գալ վաննայից, սակայն մայրը մինչև վերջ նրան խեղդում է։ Այսպիսով ավարտվում է Անդրեայի պատմությունը։ Եթե ձեզ կհետաքրքրի, կարող եք մեկնաբանություններում գրել, ու եթե կցանկանաք, սրա մասին կարող եմ ավելի ծավալուն տեսանյութ պատրաստել։